դերբիում Վրաստանին պարտվել խայդարագություն կեղնի։ Ինչ արդյունք է ակնկալում այսօր։ 2-0 Հայաստանի օգտին։ Ինչ արդյունք։ Ոգևորելու համար է կազմակերպվում ես։ Միանշանակ ոգևորելու համար ենք, որովհետեւ մեր ազգային հավաքականը տեսնի որ մենք իր կողքին ենք։ Այն ամեն ինչ որ եղել է Fast Premier League-ի ժամանակ, այդ մի կողմ ենք դրել, այսօր սատարելու ենք միայն մեր հավաքականին, իսկ հրաժարականի պահանջը մնում է տեղում, խաղը կանցնի, հետո ամեն ինչ Երևան։ Իսկ ինչ որ ակցիաներ նախատեսվում են հանդիպման ընթացքում։ Այսօր դե խաղ կսկսվի կտեսնեք էլի։ Չէ, դեռ այն ակցիաները, որոնք որ առաջանում ենք, հաստատ դրանից մի կսպասեք։ Իսկ այս նորանշանակ մարզիչը արդարացնելու է ձեր սպասելիքները։ Էլի կսեմ, նորանշանակ մարզիչը 20 օր եղավ որ մարզիչ է, այդ խեժ մարդուն պետք է գցել են կերակը, այն սաղ ինչ օրերել էին ՀՖՖ-ն բարդենք իրա վրա, ասենք որ մարզիչն եմ եղավ, մարզիչը հեշ նոր է դե։ Ֆեդերացիայի նախագահի գործողությունները ինչպես է գնահատում, երբ խոսքը վերաբերվում է երկրպագողներին եւ ակցիաներին։ Դուք ինչպես կվերաբերվեք, եթե ձեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան հարևան երկրի երկրպագուներին ավելի շատ է տեղ տալիս, քան ձեր երկրպագուներին։ Ինչպես կվերաբերվեք։ Վրաստանը մեզի այդքան տոմս կուտա, օրեր տանք Վրաստանի Հայաստան-Վրաստան խաղին։ Երևանի մեջ նայեք ավելի շատ վրացի կա, երկրպագու կա, քան մենք ենք։ Միայն դա է պատճառը, որ հրաժարականի պահանջը։ Միայն դա չէ, եթե դուք նոր եք ես ամեն ինչը տեսնում, դրանից առաջ այնքան բաներ Դա առանձնացրիք դրա համար։ Դե կատիլներ են էլի, վերջի կատիլներն են։ Բաժակը լցվել է շուտ, արդեն թափել է էլ։ Բայց դե սկսենք կոնկրետ մեր սև հովազներով սկսենք Շիրակ Ուրարտու խաղից Կուբեկի խաղը մենք Լեննագանից եկանք 8 տարեկան երեխուն մինչև ներքնազգեստը ստուգել են 8 տարեկան երեխուն աղջիկ երեխուն դեղից որ այդ ժամանակվանից մենք խնդիրներ ունենք Խոսք տվեցին որ կհանդիպեն երկրպագուների հետ այն ժամանակ դեռ Կուբեկի խաղի ժամանակ խոսք տվեցին հանդիպենք մինչև մելք հանդիպենք այդ պահով դուրից հետո մի քանի անգամ էլ եղել որ պիտի հանդիպենք մինչև մի կհանդիպենք այնքան վախկոտ որ ձեզնից ձեր կին ժուրնալիստներից կփախնի մեզնից ինչ կփախնի Համեմատելով անցյալ տարիներին կազմակերպվող երթերին այս տարի կարծես թե փոքրինչ պասիվություն կա, ինչով է պայմանավորված։ Վերջին Փյունիգարադ Արմենիա խաղից հետո մեր համախոհներից 9-ի վրա արհեստական գործ կա հարուցած։ Խուլիգանության հոդվածով ակցիաների համար, որը ճնշում է մեզ ավելի ռադիկալ լինելու։ Այսինքն դա է պատճառը, վախենում են, որ կարող է ինչ-որ… Իրանք էլ են վախենում այդ տղաների ապագան չխորդադելու համար, մենք չենք այն ռադիկալությունը չենք հաղորդում, այս շարժմանը, որն որ կարելի էր հաղորդել